Սիրելի աբովյանցիներ, այս մի քանի օրերին մենք շատ կարևոր գործ ենք անում։ Հայաստանի քաղաքներով, գյուղերով ենք ճամփորդում, հանդիպում ենք մեր սիրելի ժողովրդին եւ ներկայացնում Սամվել Կարապետյանի եւ Ուժեղ Հայաստանի ծրագրերը։ Ու ժամանակը մեզ չի երիքում, որովհետեւ այնքան շատ են մեր ծրագրերը, այնքան կարևոր են դրանք, որ չենք հասցնում անգամ ներկայացնել։ Խոսում ենք հետագա 300,000 ստեղծվելիք աշխատատեղերի մասին, туриզմի ծրագրերի մասին, Նարեկը Կարապետյան խոսում է իր կատարած մինչև հիմիկվա գործերի մասին, նոր ստեղծած գործարանների մասին, ժամանակը մեզ չի երիքում։ Բայց մենք այդ իրիկվա ժամերին ավտոբուսով գնալուց ճանապարհին նաև նայում ենք, թե մյուսները ինչ քարոզարշավ են անում, ինչից են խոսում։ Մենք էտել ենք մի հոգի կա, մի փոքրիկ խմբակը հավաք է, այ մարդ ուտում են։ Արա ուտում են ես, արդեն մի ամիսա դրանք ուտում են։ Ոչ ծրագիր ունեն, ոչ գործ ունեն, ոչ խոստում ունեն, ոչ հաշվետվություն։ 8 տարվա ղեկավար են, 8 տարի խոստում են տվել, ինչ խոստացել են, հակառակն են արել։ Ասել են խաղաղություն կբերենք, պատերազմ են բերել, ասել են հարուստներից իրանց հարստությունը թալանածը կբերենք, կբաժանենք ժողովրդին, թալանածը վերցել են իրանց, եթե ինչ-որ բան վերցրել են։ Սուտը ստի հետևից ու հետել ասում է ժողովուրդ ջան, տենը մեկ ինչ լավ ենք ուտում։ Բա մեզ հնարավորություն չեք տալի, մենք 5 տարի էլ ուտենք։ Մենք էլ ասում ենք, չէ այ եղբայր, այդ հնարավորությունը մենք ձեզ չենք տալի։ Հերիքա ուտենք, սկզբից սկսին կուկուռուզից, անցան կարտոշկային, հիմա էլ ասում է կարտոշկա ուտողներին էլ պետք է ուտենք։ Այսօր ասել, այ մեր դրանց ոնց ես ուտում, ամենաշատ կարտոշկան Գերմանիա, Ռուսաստան են ուտում, դու դրանց ոնց ես ուտելու։ Բայց պիտի մենք դրանց ասենք, որ ախորժակ պահեն, ուտելու գործը բացվե։ Երկու օր առաջ Նարեկը իր Facebook-յան էջում ցույց է տվել, թե ինչքան ծաղիկ է ջերմոցի մնացել։ Ջերմոցներում, ճանապարհին, մաքսատաներում։ Այ բալե դուք պետք է ուտեք։ Այդ ջերմոցի ծաղիկներ պետք է ուտեք։ Այն ծիրանը, որ այս տարի Ռուսաստան չի գնալու, հետ էլ պետք է ուտեք։ Այն ալկոհոլային խմիչքները, որ չեն թողնում, հետ էլ պետք է խմեք։ Այն ջերմուկն էլ պետք է խմեք։ Այն օրենքանից հետո կարող է սեփական գազ էլ ունենանք։ Ասում մենք գազ ունենք։ Այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը չի գնացել։ Ումտեղ ընդունվել է հատուկ հայտարարություն Հայաստանի վերաբերյալ առանց Հայաստանի մասնակցության։ Նորմալ մարդիկ գիտեն, թե դա ինչ հետևանքներ է բերելու մեր պետության ու ժողովրդին, ինչ աղետ է լինելու, բայց դա թյուրիմացության հետևանք չի, վստահ եղեք սիրելի ժողովուրդ, ինքը գիտակցված է դա անում, ինքը գիտակցված է անում, որպեսզի հայերը հայտնվեն աղքատության մեջ, որպեսզի գործարարները սննկանան, որպեսզի տեղ բացվի 300,000 ադրբեջանցիների համար, նա դիտմամբ անում այդ ամեն ինչը, եւ մենք դրան այդ հնարավորությունը չպիտի տանք։ Ու այնքան է կերը, որ մի մարդ Գեղարքունիքում էր, ասում էր, պարոն վարչապետ, մի ոտը չէր, 4 ոտը դել կտնեց գազին։ Մենք էլ ենք ասում, պարոն վարչապետ, մի ոտը չէ, 4 ոտը դել գազին ու այդ է դեպի Ադրբեջան։ Սամվել Կարապետյանի հեղինակած նախաձեռնած օրենքը խափանելու է բոլոր սաֆարովների մուտքը Հայաստան։ Մենք ենք ապրելու մեր երկրում։ Ինչ-որ մի պահի նաև ես էի հուսահատված, հուսալքված, այսքան տարի պայքարում ենք մենք այդ փոքրիկ խմբակի դեմ հաջողություն չենք ունեցել, դա փաստ է, որ չենք ունեցել։ Բայց ես հիմա նոր ուժով եւ վստահությամբ եմ լցված։ Այդ ուժը ինձ տվել է Սամվել Կարապետյանը։ Ուժեղ մարդու հետ մարդը միայն ուժեղ է լինում։ Հավաքվել են ուժեղները, հավաքվել են ոչ միայն այստեղ, այլ հավաքվել են այստեղ, Աբովյանում, Գյումրիում, Երևանում, ամենուր, Սփյուռքում, եւ մենք ստեղծելու ենք ուժեղ Հայաստան, մենք ստեղծելու ենք ուժեղ Հայաստան, մենք ստեղծելու ենք